Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, 2020-ի պատերազմից հետո Փաշինյանը ազգային ժողովում իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց, Ադրբեջանը Հայաստանը պատկերացնում է այնպիսի մի պետություն, որը սկսում է Նռնաձորով եւ ավարտվում ընդամենը 8000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Հիմա տարիներ անց Փաշինյանը ազգային ժողովում խոսում է պատմական եւ իրական Հայաստանի, դրանց սահմանագծման եւ սահմանազատման մասին։ Հնարավոր է արդյունքում ինքը փորձում է հենց այդ 8000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը ձևավորել, թե այլ բան է ուզում անել։ Դեռևս տեղակ չի ինքը ինչ Հայաստան ուզում ձևավորել, որտեղ իրեն դեռևս չեն ասել ինչ Հայաստան պետք է ձևավորվի։ Հա, մենք պետք է մի բան հասկանանք, որ Փաշինյանը դա զուտ, ոնց ասեմ, գալոգրամատիկնիկա եւ այլն հայ ձեռքի վրա հագնվող, որին ժամանակ առ ժամանակ հանում են, ինքը ինչ որ բան է ասում եւ որտեղ պահում են։ Եթե դուք նկատեք, կան թեմաներ, որտեղ Փաշինյանը շատ կարճ է խոսում ու թեզերով է խոսում, իսկ կան թեմաներ, որտեղ ինքը իր երևակայությանը եւ իր լեզվին զոր է տալիս եւ անverջ կարողանում է ինչ որ բաներ դուրս տալ, հա, այսպեսով զբաղացնելով հանրությունը։ Այնտեղ, որտեղ ինքը թեզերով է խոսում, սա հիմնականում հայ-ռուսական եւ հայ-եվրոպական հարաբերությունների վերաբերվում, այնտեղ գրած դրածա եւ ասում են, այստեղից չշեղվես հանկարծակի մի կետ, բայց եթե ուզում ես դու ամեն դեպքում մտածում ես, որ դու վարչապետ ես, կարաս բաներից խոպանչիներից խոսաս, ու մենք տեսնում ենք, օրինակ խոպանչիներից խոսալուց 2 ժամանոց զառանցանք կարող ասի, թփելով, ես իմ դաշտերով, մաշտերով պետք է գնան, ինչ որ аэроպորտ բանում, հիմա նույնն էլ այն ինչ կատարում էր ազգային ժողովում, հա, այն թեմաները, որոնք կարևոր են արևմուտքի համար եւ այն թեզերը, որ ինքը պետք է տանի, դա ինքը գծած անում է, իսկ մնացած թեմաներով խորանում է, չգիտեմ, արագացներով, պատմական Հայաստան, ոչ պատմական Հայաստան եւ այլն, այսինքն ստեղ ինքը կարողանում է ասել այն, ինչ իրեն թույլ են տալիս։ Գալով գրած դրած թեմաներին, մասնավորապես արևմուտքի համար, քանի որ ամենավերջի զարգացումը Բրյուսելում էր, ինչ է գրված եւ դրված։ Այդ գումարը, այդ 270 միլիոն եվրոն կամ 65 միլիոն ԱՄՆ դոլարը կամ արցախցիներին տրվող 7 միլիոն դոլար օգնությունը, խոշոր հաշվով, ինչի համար է։ Շատերը չեն նկատում, որ հիմնականում Բրյուսելում ինչ է եղել։ Հիմնականում Բրյուսելում այսպես ասենք խաչ դրվեց, յուղոտ խաչ դրվեց արցախցիների վերադարձի վրա Արցախ, հա, ասեցին, որ կվերցնես կպահես Հայաստանում։ Սա առաջերտին արցախցիները պետք է հասկանան, որ նույն արևմուտքը, որտեղ իրենք ինչ որ նամակներ են գրում, պետիցիաներ են գրում, մարդկանց են ուղարկում, Ֆիգարոյին հարցազրույցներ են տալիս, արևմուտքը շատ գրգռված չի, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ, հա, ինձ թվում է արդեն պետք է հասկանան եւ իրենց մեջից դուրս նետեն բոլոր այն սուբյեկտներին, որոնք շարունակում են այդ հակաարցախյան գիծը։ Երկրորդը, տեսեք, այն ժամանակ, երբ որ արևմուտքը Նիկոլ Փաշինյանին ստիպեց գնալ հակառուսական քայլերի, այն ժամանակ Ռուսաստանը խնդիրներ ուներ ռազմաճակատում, Խերսոնից դուրս եկավ եւ Խարկովի մարզից դուրս եկավ։ Եվ մի տարբեր մարկանց թվաց նաև փորձագիտական դաշտին, որ Ուկրաինայի հակաարձակումը շարունակվելու է մինչև 91 թվականի սահմանները եւ Ռուսաստանը քայքայվելու ճանապարհին է։ Այդ ժամանակ Փաշինյանին կանչեցին Պրահա, պարտադրեցին, որ Արցախը հանձնի Ադրբեջանին Մակրոնի կառավարությամբ, հա, սկսեց Զելենսկիների հետ հանդիպել, Տիխանովսկիների եշություններ ասել, ես եւ այլն, եւ պարզվեց, որ հակաարձակումը տապալվել է ուկրաինական, ավելին ռուսական կողմը նախաձեռնությունը վերցրել է իր ձեռը եւ արևմուտքը չգիտի ինչ անի։ Միլիարդներով գումարները տվել են, փաստորեն ջուրն են գնացել, հա, զենքը եւ զինամթերքը չեն կարողանում մատակարարել, հա, այնքան ինչքան պետք է Ուկրաինային, Ամերիկայում մինչ հիմա դեմոկրատները հանրապետականները չեն եկել համաձայնության այդ 60 միլիարդ Ուկրաինային տալու, այսինքն չեն եկել, թե դա նաև ձևական process է, հատուկ փող չտալու համար։ Չեն ուզում, որովհետև Բայդենը ոնց որ թե գնացող նախագահ է ամեն դեպքում եւ յուրաքանչյուր
դոլար, որը ԱՄՆ-ից պետք է դուրս գա, դա օգտագործվում է Թրամփის կողմից, որպես տեսեք, Ամերիկայում լավ չի վիճակը, իրանք, չգիտեմ, ում են սնում, կոռուպցիոն, ես իմ ինչ որ Բայդենի տղեն, մենք գիտենք, կոռուպցիոն գործարքների մեջ է Ուկրաինայում եւ դա բացահայտվել է, այսինքն իրենք չեն ուզում առանձնապես դա անեն, հանրապետականներն էլ էլի չեն ուզում անեն, որովհետեւ Թրամփի գիծը այն է, որ ինչքան քիչ մենք փող դուրս ծախսենք, այդքան շատ փող մենք կարող ենք ուղղենք ամերիկացիներին։ Եվ այս ամեն ինչով փնջով հանդերձ Փաշինյանը մնացել է օդում։ Այն իմաստով, որ իրան ասել են գազ տուր, հիմա ինքը գազը տվել է, բայց հիմա էլ ասում են ընկեր, ստոպ։ Ինչու են ասում ստոպ կամ երբ ասացին ստոպ։ Իրավիճակա փոխվել։ Բրյուսելում ասել են ստոպ։ Բրյուսելում ասել են ստոպ այն իմաստով, որ տվել են ընդամենը $270 միլիոն, ասել են յոլա գնա։ Ասում է դա ընդամենը գործընթաց է, որը ունենալու է շարունակություն։ Իրենք շատ բան կարող են ասել, ավելին ձեզ ասեմ, ժամանակին 26 միլիարդ էր հատկացվել։ Այո, որից ի դեպ ընդամենը 500 միլիոնն են կարողացել իրացնել։ Եվ այստեղ տեսեք խնդիրը որն է, իմ ունեցած տեղեկություններով Հայաստանը չի կարողանում համապատասխան մագարտակով ծրագրեր ներկայացնի Եվրամիություն, որպեսզի այդ ֆինանսավորումը լինի, այսինքն զուտ տեխնիկական հարց է։ Փող ունենք, ծրագիր չենք գումարը կա, այդ գումարը Հայաստանի համար հատկացված է, ասում են գումարը կա, արի վերցրա, արի ծրագիրը ներկայացրա պատշաճ ձևով։ Փողոդ կտանք, ավել փող Հայաստանին չեն տալու, որովհետև ավել փողը եթե լինի, դա տալիս են Ուկրաինային, որովհետև Ուկրաինայում Ռուսաստան եւ Արևմուտքի համար, այսպես ասենք, գոյաբանական կռիվ է գնում։ Եթե Ռուսաստանը վերցնում է Ուկրաինան, Արևմուտքի գործն է բարթանում, եթե Ռուսաստանը կորցնում է Ուկրաինան, դա Ռուսաստանի քայքայման սկիզբն է։ Եվ այս process-ի ընթացքում ինչ որ մի Փաշինյան, հա, որին կտերը տվեցին, ինչպես Սաակաշվիլին ժամանակին կուտ տվեցին, ասին հարցակվի Հարավային Օսիայի վրա, հետո հետ քաշվեցին, երբ որ Ռուսաստանը մտավ պատերազմի մեջ, հիմա նույնը Փաշինյանին ասել են գազ տուր, հիմա գազա տվել, ասում են մի քիչ ոտքդ բանից հանի, պեդալից հանի կներեք ժողովրդական արդյունքից համար եւ ինքը բավականին տարօրինակ վիճակում է, հա, որովհետեւ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց հավատարմությունը արևմուտքին ցույց տան, հա, Զելենսկոյի հանդիպումներով, ինչ որ զինվորներին Ուկրաինայի վիրավոր օգնություն ցույց տալով, Տիխանովսկայի հանդիպումներով, ֆորումներին մասնակցելով, որտեղ նպատակը Պուտինի հանդեպ ռազմական տրիբունալն է, Հռոմի ստատուտ ընդունեցին, այսինքն բոլոր հակառուսական քայլերը արեցին, որպեսզի ապացուցեն արևմուտքին հավատարմությունը, Ռուսաստանի հետ անցան իմ կարծիքով անդառնալության կետը, եւ հիմա արևմուտքը ասում է կներես մի քիչ, ելի եմ ասում, մի քիչ ոտք կախկցի, մի հատ հասկանանք ինչ է լինում, քանի որ լրիվ ամբողջությամբ վատ վիճակի մեջ չլինես, այս քեզ փողը։ Դու գնա դե ինչ որ բաներ ասա, ինչ որ ստրատեգիական միլիարդներ աշխատել եւ այլն, սա է։ Բայց իշխանությունը պարոն Քոչարյան, տեսեք ինչ է ասում։ Ասում է այնպես չէ, որ Արևմուտքից Փաշինյանն ինչ ուզել չի ստացել։ Ուզել է Եվրամիության դիտորդների տեղակայում, բերել են տեղակայել են, ուզել է ժամկետը երկարացնել, երկարացրել են, ուզել է թիվը ավելացրել են։ Այս պահի դրությամբ ասում են մենք Եվրոպայից ինչ ուզել ենք, խոշոր հաշվով ստացել ենք։ Հիմա փող ենք ուզում այդ բորելի ասած խաղաղության հիմնադրամից, դա էլ կարող ենք ակնկալել, որ կստանանք մեր անվտանգությունը, նաև անվտանգային դիվերսիֆիկացիայի կգնենք, այնպես չէ, որ ոչինչ չենք ստացել։ Եկեք այսպես ասենք, ոչ թե ուզել են Եվրոպայից Եվրոպան արել է, այլ Եվրոպան ասել է, Փաշինյանենք ուզել են, հա, սա եկեք հակառակը բան անենք, հիմա տեսեք, լավ, ուրիշ բանով նայենք, երեկվա 3 չառաջուրը մի շաբաթ առաջ ասում են այդ մեծ չինական Փարիզ մենք սարքել պաշտպանական գիծ, հա, ինչ ֆանտաստիկ զենքեր ենք բերել Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ այլն, շատ լավ, շատ ուրախ եմ, հա։ Եվ բայց ոնց է ստացվում, որ Փաշինյանը գնում է ազգային ժողով եւ ասում է պատերազմ է լինելու, այդ պատերազմի արդյունքով մեկը կորցնելու ենք այդ գյուղերը, այսինքն ինչ է նշանակում այդ չեմ ուզում ասեմ փուչիկը, հա, բայց այդ PR-ը նոր ինչ որ բանակային առաջընթացների եւ այլն գալիս հակնում են նրան, Փաշինյանն ասում է, մեկ այդ գյուղերը տալու ենք, պատերազմով ենք տալու թե դրանով, միևնույնն է տալու ենք, այսինքն Փաշինյանը ի սկզբանե ասում է, որ մենք բոլոր պատերազմները, որոնք Ադրբեջանի հետ լինել են, մենք պարտվելու ենք, հա, բայց ինչի համար միլիարդավոր զենքեր առնում, հպարտանում եւ այլն, այսինքն մի հատ այս կողմից թող իրենք կողնորոշվեն։ Մենք պետք է հասկանանք, որ ես ցավում եմ ասեմ ինձ համար, որ
Հայաստանը ընդհանրապես ոչ սուբյեկտ է, ոչ օբյեկտ է միջազգային հարաբերություններով եւ ինչ ասում են, դա էլ անում են, ել եմ ասում, այդ ամեն ինչը գալիս 2018 թվականին է գալիս 2018 թվականին Բոլտոնը որ եկավ Փաշինյանին, ասեց ինչ պետք է արվի, մեկին մեկ հայրերը արվում են։ Հիմա այս պատմական եւ իրական Հայաստանի սահմանագծում սահմանազատումը Բոլտոնի պլանն է խոշոր հաշվով։ Բոլտոնի պլանի մեջ է մտնում, որովհետեւ տեսեք, Բոլտոնի պլանի մեջ կար կետ, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական ստերեոտիպներից եւ սա ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյանի ասացի մեջ։ Բոլտոնի պլանում Ռուսաստանը պետք է տարածաշրջանից դուրս գար իր ազդեցությունը զրոյանա, դա տեսնում ենք որ արվում է, Բոլտոնի պլանի մեջ կա Իրանի դեմը փակել։ Գալով Ռուսաստանին, բայց խոշոր հաշվով գետնի վրա ինչ է արվում, որ տեսեք, պարոն Քոչարյան, այս իշխանությունը խոսում է Ռուսաստանի դեմ։ Հիմա ներկայացնում է 2023 թվականի բյուջեի 1 տարվա ծրագրի ամփոփումը, կատարողականը, պարզվում է Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը աճել է, Եվրամիության հետ ընդհակառակը մեր թվերը նվազում են, հա։ Մենք այլ երկրների հետ ավելի շատ ենք առևտուր արել, քան Եվրամիության հետ, հա։ Գետնի վրա իրենք ինչ են արել, բացի խոսելուց, կամ նույն, հիմա ասում են օգոստոսի 1-ից Զվարթնոց օդանավակայանից ռուսները պետք է հեռանան, կա կարծիքներ, որ գուցե նաև չհեռանան, կամ եթե անգամ հեռանան, այդ մի քանի տասնյակ ռուսը խոշոր հաշվով ինչ է փոխում, որ կարևորը ռազմաբազան է, Փաշինյանը չի գնա ռազմաբազայի հեռացմանը։ Ով է ասում։ Կգնա։ Իսկ ով է ասում, որ չի գնա։ Կան փորձագետներ, քաղաքական գործիչներ, որ ասում են, այո, չի գնա, Փաշինյանը հո անխելք չէ։ Չի գնա քաղաքական մահապարտության եւ ռազմաբազան չի հեռացնի։ Այսքանից հետո իրենք ասում են Փաշինյանը հո անխելք չի, իմ կարծիքով փորձագիտական բաները պետք է հիմա ատեստավորում են, չէ, բժիշկներին եւ այս փորձագետներին պետք է փոքր ատեստավորել, որովհետեւ ամեն ինչ այդքան տրամաբանական եւ խելացի արվել, հա, չգիտեմ, խոպանչիների ճառերը կամ այս ելույթները, հա, որոնք որևէ փորձագիտական հիմք չունեն եւ մեկ էլ տեսակ ասում է ինքը անխելք, ինքը ոչ թե ինքն է անխելք կամ խելացի, այլ էլ եմ ասում միանգամից պարզ է որ բազային ինքը չի հասնի, բայց հերթով է ինքը գալիս, արդեն տեսեք, նայեք Ռուսաստանը որտեղ էր ներկա Հայաստանի ռազմական ոլորտում, հա, մի քանի տեղ, ուրեմն սահմանապահներ, խաղապահներ Արցախում, սահմանապահներ Իրանի սահմանին եւ Թուրքիայի սահմանին, այն մի սահմանապահներ Զվարթնոցին են, ուրեմն համատեղ ՀՕՊ-ը, ռուսական որոշակի ուղեկալներ ներքին հանդ, կարծիքով ոսկե պարում են, եթե այո, Տավուշի մարզում էլ կա, եւ ուրեմն ռազմաբազան։ Հիմա եկեք հերթով տեսնենք գործողությունները։ Ուրեմն Արցախում ստեղծեց իրավիճակ, նաեւ Հայաստանի իշխանությունների ուրեմն անմիջական մասնակցությամբ, որպեսզի արցախայությունը լքի Արցախը եւ չվերադառնա։ Եթե մենք տեսնում ենք չվերադառնալը ապացուցվեց այս Բրյուսելի հանդիպումով, որ Փաշինյանը ասեց, որ Արցախը ժամանակին դա եղել է լծակ Ռուսաստանի համար, որպեսզի ազդել երկու պետությունների վրա, հիմա չկա լծակ, չկա այդ ազդեցությունը, բազմիցս ինքը դա ասել է։ Հա, բայց Արցախը հանձնեց, Ռուսը մնաց այնտեղ, չհեռացավ։ Տրամաբանորեն, հա, տեսեք, ուրեմն աշխարհը Ռուսաստանի հետ հարաբերում է տրամաբանորեն, իսկ Ռուսաստանը աշխարհի հետ տրամաբանորեն չի հարաբերվում եւ ամեն անգամ, երբ որ այդ հայտնի արտահայտությունը կողմում Ռասիա ունի բանյաց, հա, ամեն անգամ մարդիկ որ մտածում են որ իրենք Ռուսաստանի հետ մասով փորձագետ են, իրենք բացարձակապես փորձագետ չեն, որովհետև Ռուսաստանը անում է քայլեր կամ չի անում քայլեր, որոնք շատ ժամանակ տրամաբանությունից դուրս են եւ դա նաեւ Ռուսաստանի որոշակի չափով հաջողության գրավականներից է։ Հիմա տեսեք, գծվել էր այն իրավիճակը, որ եթե հայերը չլինեն Արցախում, ապա խաղաղապահ մնալը անիմաստ է, հա, որովհետև ում են իրենք պաշտպանում։ Եվ հիմա արևմուտքը նույն ձևի արգելում է, որպեսզի հայերը վերադառնան։ Փաստացի, ասում է Փաշինյան, դու իրանց տեղավորի, Փաշինյանը ասում է, հա, գումարները կտան, եսիմ եւ այլն, այլևս Հայաստանի որևէ պաշտոնյա Արցախիցիների վերադարձի հարց չի բարձրացնում, եթե տեսնեք այդ թեման ավանդական մի շաբաթը փակվել է։ Եթե արցախցիները վերադառնան Արցախ, ինչ որ պահից էլի կսկսվի ազգի ինքնորոշման եւ այլն պահանջներ, Հայաստանը պարտավոր կլինի պաշտպանել իրենց շահերը եւ այլն, ավելորդ գլխացավանք, ռուսը կխառնվի եւ այլն, դա պետք չի։ Սա խաղաղապահների պահով։ Ներքին հանդիպահով չասեմ, արդեն համապատասխան բանը ստեղծվեց։
ֆոնը ստեղծվեց նեգատիվ, իշխանական քարոզիչները անդադ ասցին, որ տեսեք ռուսներն մեղավոր չեն թվում Եվրոպասին եւ այլն։ Զվարթնոցից process-ը գնաց, հա, խաղաղապահներին հանելու հոպի մասին։ Երեք առաջին ակնարկը Փաշինյանը արեց, հա, համատեղ հոպ, որ ռուսները չեն թողին, մենք ինչ-որ գործողություն անենք, հա։ Սահմանապահներին կանդրադառնա այն ժամանակ, երբ Թուրքիայի հետ հաստատի դիվանագիտական հարաբերությունները, այդ ժամանակ ինքը կասի երբ այդ երբը շատ լավ էր։ Դե դուք տեսեք, Ռուբեն Ռուբինյանը այն օրը չափից կներեք Բարսելոնա չփլախացել էր Թուրքիայի արժեվ, ասել է հենց հիմա բացեք, երբ պատրաստ եք մենք։ Ինչ ուզում է անի, Թուրքիան չի բացում։ Իրենք ինչ ուզում են անեն, Արարատ Միրզոյանն էլ ինչ ուզում է անի, Թուրքիան չի բացում։ Տեսեք, Արարատը ինչ է անում։ Արարատին ու Ռուբինյանին ու Փաշինյանը պետք չի առանձնապես Թուրքիան բացի թե չբացի, բայց իրենց եւ իրենց տերերին ինչն է պետք, որ Թուրքիան բացի սահմանը, հաստատի դիվանագիտական հարաբերությունները եւ բազելով Նիկոլ Փաշինյանը գնա ասի հարգելի ռուսներ, հա, շնորհակալություն, այլևս մեր սահմանները մենք կպահենք, նույնիսկ եթե չենք պահի, մենք Թուրքիայի հետ բարեկամ երկիր ենք, դուք եկել եք մեզ պաշտպանելու Թուրքիայից, հաջողություն։ Դուք հիմա ներկայացնում եք մի կարծիք, որը արտահայտում են, այսպես ասենք, անդիմադիր արևմտամետները, այդպիսի մի անիմաստ կատեգորիա ունենք ընդդիմության մեջ, որոնք ասում են Նիկոլը մենակ խաչում է, ռուսների դեմ ոչ մի բան չի անում։ Տեսեք, այն որ Ռուսաստանի հանդեպ արդեն կա ատելություն մեր հասարակության մեջ, այն որ Ռուսաստանը 7-րդ թե 8-րդ տեղն է բարեկամ երկրների մեջ եւ այլն, սա բավականին բան է։ Այն քայլերը, որ օրինակ Կոնստանտին Զադուլինի ներս չեն թողում, Ռուսաստանի Պետդումայի բավականին խոշոր պաշտոնյա ներս չեն թողում, այն որ արդեն Սալավյով չի հեռարձակվում հայ ժողովրդի ամենաբարեկամ մարդը, այն որ Մխիթար Հայրապետյանը արդեն ասում է, որ որոշակի առումով կարող է մուլտիպլեքսից այս ամեն ինչը դուրս գա, բաց այդ քայլեր են։ Ուղղակի անում են շատ դանդաղ, հա, որովհետև բաները հակառակ հարվածները շատ ավելի ցավոտ են լինելու։ Իրանք չեն անում դա, որովհետև ռուսների հետ պայմանավորվել են ինչ-որ խաղալ գնում եւ այլն։ Իրենք դա անում են, որովհետև արևմուտքը մի անգամ բարվել է այդ թեմայով, հա, երբ որ Սաակաշվիլին շատ արագ քսի տվեցին ռուսների դեմ եւ ռուսները հասան Թիֆլիսի մատույցներ, հիմա սրան ասում են արագ մի արա այս ամեն ինչը, այսինքն քայլը անում է նայում է, եթե արձագանք չկա, մյուս քայլն է անում, եթե չկա, այն մյուս քայլն է անում։ Օրինակ, ոսկե պարում, եթե որևէ բախում լինի, առաջին մեղավորը լինելու են ռուսները։ Խոսում է Ռուսաստանի դեմ։ Ամենաշատ առևտուրը անում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը իր Փաշինյանից կախված չի, դա այլ եմ ասում, դա բայց չի կարողանում որևէ կերպ այդ կապը ինչը ես նաև քննադատել եմ ռուսական կողմին դրա համար, իրենք փորձում են մաքսիմալ փող լցնել ինչ որ միտեղ, նույնը ունեցել են Չեռնոգորիայում նույն խնդիրը։ Չեռնոգորիայում ռուսները գնել են համարը ամբողջ տուրիստական բիզնեսը հյուրանոցներով, ռեստորաններով, պլաժերով, լողափերով եւ ամեն ինչով, հա։ Վերջին ինչ եղավ, Չեռնոգորիան մտավ ՆԱՏՕ։ Այսինքն Ռուսաստանը ինչ է մտածում, որ մենք բացենք հնարավորություններ մարդկանց համար, որպեսզի իրենք գումար աշխատեն, եւ մարդը այն առումով, որ եթե ինքը գումար է ստանում, ինքը հակառուսական բաներ չի անի։ Բայց այս կատեգորիայի հետ Փաշինյանների, Զելենսկիների, Սաակաշվիլիների դա չի անցնում, որովհետև իրանք ուղն ու ծուծով արևմտամետ են եւ արևմուտքը իրենց վրա ունի շատ ավելի ուժեղ ազդեցություն, քան կարելի է պատկերացնել։ Եվ ի վերջո ինչ սխեմա է աշխատում, նույնիսկ հարիվացնում են ռուսներին, այսինքն գումարը աշխատում է Ռուսաստանում, բերում է Հայաստան, դարձնում է դոլար, տանում է գցում է ամերիկյան բանկեր կամ եվրոպական բանկեր։ Ռուսաստանը հանգիստ այդ ամեն ինչի վրա աչք է փակում, այսպես սպասում է, որ իրեն հանի Փաշինյանը։ Հիմա Ռուսաստանը վերջի մի քանի ամիսա արդեն աշխուժացել է որոշակի առումով եւ որոշակի կերպարներ, մի քանիսի անունները արդեն շրջանառվում են, իրենց մուտքն է արգելվել Ռուսաստան, իրենց բիզնեսների հետ խնդիրներ ունեն, հիմա ուղիղ եթերով չեմ ասելու, բայց անունները բավականին հետաքրքիր են, նույնիսկ իրենց հետ փոխկապակցված մարդիկ խնդիրներ ունեն, որոշ մարդկանց, այդ թվում նաև падգամավորների մուտքն է արգելված, հա, մի դեպքի մասին արդեն խոսացել էր այն արցախցի Տիգրան Պետրոսյանը, որը հակառուսական ակցիաներ էր կազմակերպում Արցախում։ Օսիպյանը եւս։ Օսիպյանը չգիտեմ, եթե փորձի գնա Ռուսաստան, երևի ինքն էլ համապատասխան սեփթուղթը իր դեմը կդնեն։ Այսինքն քայլերը արվում են, դանդաղ են արվում, նախազգուշա
կան քայլեր են արվում, բայց որոշակի բաներ կան եւ ցուցակը այո կա եւ բավականին պատկառելի ցուցակ է, այսինքն եւ ձեզ կարող եմ ասեմ, որ որոշակի падգամավորների ծպտումը այլևս չի գալիս։ Խնդիրը գիտեք որն է, դե իրենց անուններով շատ քիչ բաներ ունեն, բարեկամների անուններով են անում, ընկերների անուններով են, այդ ամեն ինչը այդ բոլոր ֆինանսական գործողությունները, պարավորտիքը բաները բարձր Ռուսաստանի մոտ կա եւ ինքը շատ բաներ մենք չենք տեսնում, բայց շատ բաներ ներքին կարգով զգուշացվում է, այսինքն եթե առաջ ազատ ելումուտ կար նույն Ռուսաստանի այդ կերպարների համար, հիմա այդ ելումուտը առնվազն փակվել է։ Հիմա Ռուսաստանը չի պատասխանելու ամբողջ ուժով, հա, միանգամից, հա, որովհետև ամեն դեպքում Ռուսաստանը չի ուզում ներկապային ստեղծի խնդիրներ իր պարագծի շուրջ, որովհետև էլ եմ ասում, Ռուսաստանը պատրաստվել է Ուկրաինայի այդ պատերազմի, Ռուսաստանը փորձել է բոլոր երկրների, որոնք իր պարագծով կան, որոշակի առումով զրոյացնի հնարավոր վտանգները։ Դա եղավ Ղազախստանում, եթե հիշում եք, հա, Ադրբեջանի հետ համագործակցության հռչակագիր ստորագրեց Ռուսաստանը, որ Ադրբեջանը համը չհանի, հա, Հայաստանին խնդրեցին Խովայևի պլանը, որ Արցախի ստատուսը քննարկվի հաջորդ սերունդներին, իսկ ռուսներին անժամկետ տեղավորեն եւ բոլոր տեղեր ինքը փորձել է որոշակի բաներ ստեղծի, որ ազատ բոլոր ռեսուրսները ուղի Ուկրաինային, բայց բարձր է որ արևմուտքը հակառակ process-ն է անում։ Եվ հիմա եթե Ռուսաստանը, գիտեք, նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրի վրա որոշակի ռեսուրս բանանի, այդ ռեսուրսին կարող է ուղղակի օգտագործի Ուկրաինան, բայց այդ ամեն ինչը հիշվում է, ֆիքսվում է եւ ամեն ինչ արվում է։ Եվ խնդիրը գիտեք որն է, որ Ռուսաստանի պատասխանելը կամ Ռուսաստանի չպատասխանելը միևնույն կործանարար կլինի Հայաստանի համար, եթե սա այսպես շարունակվի։ Հիմա գալով պատասխանին կամ չպատասխանին, եթե անձերին, գործարարներին որոշակի սանկցիաներ դնում ենք մի կողմ, Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջնորդն է այդ խաղաղության պայմանագիր ասվածի հարցում։ Այստեղ մենք ինչ ենք ունենում։ Պետությունների մակարդակով Հայաստան եւ Ադրբեջան Ռուսաստանը միջնորդ չի, Հայաստանը ամեն ինչ անում է, որովհետեւ Ռուսաստանը միջնորդ չլինի։ Տեսեք, շատերը չեն հասկանում եվրոպացի դիտորդները ինչի համար են այստեղ։ Առաջին իրենք դիտորդ չեն, իրենք ռազմականացված, հա, նատոյականներ են, որովհետեւ բոլորը ունեն հետագից իրենց երկրների համապատասխան զինված ուժերում բավական բարձր պաշտոնների։ Այստեղ իշխանականներն ասում են ինչու են ընդդիմադիրները ԵՄ դիտորդերին քննադատում այնպես, ինչպես քննադատում է Ադրբեջանը։ Ադրբեջանը եւս նրանց ներկայությունից դժգոհ է։ Ադրբեջանը իր դժգոհ խնդիրները ունի, հա, ընդդիմությունները իր դժգոհության խնդիրները, ես ասեմ, խնդիրը որն է։ Խնդիրը նա է, որ եվրոպացի դիտորդների նպատակը դա գնալ կանգնել Ադրբեջանը եւ Նախիջևանը միացնող ճանապարհի վրա, ռուսների փոխարեն, այսինքն այն ինչ որ Հայաստանը չի ուզում անի տա ռուսներին, չնայած ստորագրել է, հա, դա տալու է եվրոպացի դիտորդին։ Դա բոլորը արդեն հասկացել են, բոլորին պարզ է, դրա համար նույն պարզ Իրանը ժամանակ առ ժամանակ, հա, զգուշացնում է, որ այսպիսի բան ինքը չի ընդունի։ Մենք շատ լավ պետք է հասկանանք մի բան, որ եվրոպացի դիտորդները խնդիր են ոչ միայն ռուսների համար, հա, այլ նաև Իրանի համար առաջերտին։ Եվ պարբերաբար այո հայտարարություն։ Եվ սա Բոլտոնի պլանի երրորդ կետն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ասեց, որ մի օր կարտենանք Իրանի դեմ Իրան ճանապարհը փագա լինելու։ Այսինքն սա էլ հենց դա է եւ եթե եվրոպացի դիտորդները, նատոյականները կանգնում են այդ ճանապարհի վրա, այո, Իրանը արդեն խնդիրներ է ունենալու։ Ամբողջ, այսպես ասենք, կծիկը հենց այնտեղ է։ Եվ դրա համար եվրոպացի դիտորդները առաջին բոլորը արդեն դա էլ գիտեն լրտեսություն են անում ռուսական կողմի շարժերի, որովհետև Ռուսաստանը Սյունիքի մարզում ունի բատալյոննա տակտическая группировка հայերեն չգիտեմ ոնց է գումարտակական խմբավորում, հա, ռազմական ներկայություն, նաև դերոզ մատակարարումը ամեն դեպքում կատարվում է Լաչինի Բերձորի միջանցքով, հա, այնտեղ գտնվող խաղաղապահների, ավելին ասեմ, մամուլում կային տեղեկատվություններ, որ որոշակի հարցումներ են անում գյուղերում հայկական կապրեկ ադրբեջանցիների հետ, ադրբեջանցին բարեկամն թե թշնամի եւ այդ թեման է շրջանառում, բայց ասեմ հիմնական նպատակը որպեսզի իրեն գալու են կանգնելու են այդ ճանապարհի վրա, դրա համար քանակն են ավելացնում եւ այլն եւ այլն։ Երեք էլ ասաց, որ դիմելու են եւս 2 տարով ժամկետը երկարաձգելու համար։ Հետո գիտեք ոնց է, ես չեմ պատկերացնում, որ պրոռուսական մարդ ամեն դեպքում կգնա Զելենսկու հետ մի քանի անգամ կհանդիպի։ Հա, որովհետեւ իմ կարծիքով Զելենսկին եղել է հենց այն անդառնելիության կետը, հա,
որը իրան այլևս չներվեց եւ Փաշինյանը տեսեք ինքը չեր ուզում գնար դեկտեմբերին բանի սամիտի բանի նոր տարվա ասին գնա փորձի Պուտինի հետ հանդիպել խոսալ եւ այլն չկարողացավ ինքը Պուտինի հետ տետատետ գոնե 1 րոպե խոսել ավելին Պուտինը որ ընտրվեց հիշում եք որ Հայաստանը զաջրկա տվեց բավականին երկար հա եւ կրկին մամուլի որոնք ինձ համար արժանահավատ են տեղեկությունների չի կարողացել զանգահարի Պուտինին այսինքն այնտեղից չի շփվում հեռախոսը եւ գրավոր բան է ուղարկել շնորհավորանք է ուղարկել հիմա եւս մայիսի 5-ի հիմա մայիսի 7-ին 8-ին տեսեք եթե առաջ Նիկոլ Փաշինյանը հիշում եք 18 թվին ասեց մեր իմ սիրած տոնը մայիսի 9-ն է մենք ընտանիքով նշում ենք բան լյուբիմый праздник Վլադիմիր Վլադիմիրովիչ հիմա չգիտես ինչին մոռացել է որ դա իր սիրված տոնն է արդեն կամուկացի մեջ է, չեմուչումի մեջ է եւ այլն ինքը փորձում է ինչ-որ ձևի գարանտիա ստանալ, որ գնալու է Պուտինի հետ հանդիպելու է եւ այնտեղ փորձի կրկին են նույն պրիոմները անել, որին արդեն ոչ մեկ չի հավատում, հա, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ ես մեղավոր չեմ, ինձ ստիպում են, պարտադրում են, Սորոսները, փրկի օգնի, ես իմ եւ այլ բան, այդ ֆոկուսները արդեն Զելենսկու հանդիպումից հետո չի ասում, որտեղ վել եմ ասում, եթե դու քո ռազմավարական դաշնակցին, հա, ընդ որում դաշնակցին, որը քեզ հասել է որոշակի պահերին դժվար, հա, դու վերցնում ես ընդունում ես մի որոշում ըստ որի ռազմական դաշնակցի նախագահին դու պետք է կալանավորես, եթե ինքը բան այցելի Հայաստան, հա, իմ կարծիքով դրանից հետո այդ կամուրները վարվել են արդեն եւ սա ուղղակի էլ եմ ասում, այստեղ խնդիրը Ռուսաստանը պատասխանելու է, չի պատասխանելու, երկու տարբերակներն են մեզ համար կրկնում եմ կործանարար են, որովհետեւ այն ինչ կատարում է Հայաստանում դրա տարբեր սցենարները մեկը մյուսից վատն է, այսպես ասեմ։ Ավելին ես այդ օրինակը շատ եմ բերում, որտեղ ենք որ փուլում ենք մենք գտնվում, մենք անունի եզրին չենք, մենք ազատ անկման մեջ ենք արդեն, հա, Հայաստանը որպես երկիր, ուղղակի փորձում են ընկնելու ընթացքում ինչ որ ճյուղից բռնվել, ինչ որ ծառից բռնվել, հենց բռնվում են, Փաշինյանը մաղակով խփում է այդ ձեռքին, որ մենք շարունակենք մեր համապատասխան անկումը եւ մեր վերջը որպեսզի հասկանանք մեր վերջը ինչ է լինելու, ուղղակի կարանք շուրջ բոլորը նայենք։ Տեսեք 3 ազգային ժողովում ինչ էր ասում, միջև հիմա մեր պատմությունը եղել է կայսրության գրած պատմություն, եկել է ժամանակը, որ մենք հիմա գրենք, այո, գրելուց կսխալվենք, մի քիչ վատ կգրենք, լավ կգրենք, բայց մենք կգրենք։ Դա կլինի ուրիշ կայսրության պատմություն, օսմանական կայսրության պատմություն, այսինքն տեսեք, իրենք բոլորը շատ իրար նման են, հա, եւ ուկրաինացի արևմտամետները, եւ մոլդավացի, եւ վրացի, եւ մնացածները։ Իրենց համար անկախությունն եւ սուվերենությունը դա Ռուսաստանի թշնամությունն է եւ ամերիկա-բրիտանական լծիտակ անցնելն է։ Այսինքն այն, որ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները, հա, կոնկրետ ցուցումներ են տալիս նույն Զելենսկուն, հա, ինքը ինչ պետք է անի կամ Պորոշենկոին, այն որ Սաակաշվիլու կառավարությունը ֆինանսավորում էր ամերիկյան բյուջեից բաց, այն որ Մոլդովայի նախագահ բացարձակապես դարել է խամաճիկ, հա, եւ կուրացիայի ենթարկում ռումինացիների կողմից, հա, դա իրենց համար դա ինքնիշխանություն է փաստացի։ Եթե Արարստանի անկախությունը առաջ, հա, պայմանավորվում է նրանով, որ այո ինքը ֆորպոստ է, բայց ոչ թե ռուսական, այլ հակաթուրքական տարածաշրջանում եւ Հայաստանը ուներ Արցախ, որը եւս խոշոր երկրների պարագայում նույնիսկ կոնսենսուսային կետ էր ժամանակին, որովհետեւ տեսեք Մինսկի խումբը, որտեղ երկրները միմյանց չէին սիրում, ամեն դեպքում իրանք համագործակցում են նույն Արցախի մասով, ինչ որ բան կար։ Փաշինյանը մեզ զրկեց բոլոր հնարավոր միջոցներից, որով Հայաստանի, այսպես ասենք, գոյություն ունենալու իմաստը այլ երկրների համար լիներ, հա, եւ Արցախը չկա, հակաթուրքական ֆորպոստը չկա, եւ հիմա հարց է առաջանում, ինչ կարող է Հայաստանը առաջարկի արտաքին աշխարհին, այն ինչ որ չի կարող առաջարկել Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, իրենց գլխավոր խաղակարտը Սյունիքի մարզն է։ Հայաստանը կարող է աշխարհին առաջարկել Սյունիքի մարզ եւ ասել այս Սյունիքի մարզի հաշվին եկեք հետս նստեք, խոսեք, իմ պայմաններն ընդունեք, որ թույլ տամ Սյունիքի մարզից օգտվեք։ Գիտեք, արդեն դա էլ առանձնապես չի աշխատում, նայեք, Սյունիքի մարզը հիմա պետք է զուտ Թուրքիային
Ինչի համար, ուղղակի Էրդողանի էգոն բավարարելու համար, այլ նպատակ իրենց պետք է, որովհետև նույն Միջանցքը Իրանը առաջարկեց իրենց անել, հա, նույն հյուսիս-հարավները հիմա գծվում են նաև Ադրբեջանի տարածքով, հա, եւ սա ուղղակի Էրդողանը ուզում է անի այն, ինչ որ չի ստացվել Աթաթուրքի մոտ, հա, վերամիավորել Թուրքիան, Նախճեվանը, Ադրբեջանն հետ։ Սա զուտ այսպես ասենք, էգոիստական բան է, որևէ տնտեսական օգուտ իրանց մոտ այլևս չի լինելու եւ նաև հաշվի առնելով, որ Սյունիքի համար հիմա խանգարող հանգամանքները Ռուսաստանն եւ Իրանն են, հա, ամեն մեկը իր պատճառով, այստեղ ստացվում է, որ մենք ոչ թե հետաքրքրություն ենք ներկայացնում, այլ մենք աշխարհակաղակական բախումը բերում ենք, մտցնում ենք Սյունիքի մարզ։ Ավելի ներքին հանդգյուղ, հա, ներքին հանդգյուղի շուրջ արդեն ինչ որ բախում էր առաջանում։ Եվրոպացի դիտորդներ, ռուսներ եւ այլն։ Սա է խնդիրը, մեր ամենամեծ խնդիրը, որ կոպիտ ասած այս պրոքսի երրորդ համաշխարհային պատերազմը Փաշինյանը բերեց Հայաստան։ Եվ ոնց է ինքը դրա տակից դուրս գալու եւ Տավուշի մարզի տարածքները հանձնելով դուրս է գալու դրա տակից, թե պատերազմը հասցնելու է Երևան։ Իհարկե որ, գիտեք, եթե Ադրբեջանի նախին արգոս նախարարը կանգնում է եւ ելույթ է ունենում, որ Սևանը շատ մեծ ճոխություն է հայերի համար եւ դա պետք է համատեղ օգտագործվի, սա մեն մի բան եմ ասում։ Հիմա ես շատ բան կարող եմ ասեմ, բայց Տարան Չախոյանի մոտ նստած, հա, վարձու աշխատողները իրենք հիմա հետևում են, ասում են, հա, տեսեք, այս բաները ասեց ադրբեջանցիներին ուղղություն ա տալիս։ Նա ադրբեջանցիներն են ասում, հա։ Դուք ոնց եք ենթադրենք Ադրբեջանի այդ միջազգային դատական բաներից դուրս գալու տակից, հա, այդ 10 միլիարդավոր դոլարների ռեպարացիաները։ Հա, ինչով եք փակելու, հա։ 1000 ու մի հարց կա, ոնց եք բան անելու, որ ադրբեջանցիները չվերադառնան Հայաստան։ Եթե դուք ռուսներին հանեցիք Հայաստանից սահմանապահներից, ինչ կանխարգելիչ մեջոցներ ունենք, որ քրդական անջատողականները չփախնեն Հայաստան եւ Թուրքիան հետևից չմտնի, սկսի իրենց որոնել, ոնց որ Հյուսիսային Քրդստանում է, Իրաքում, գիտեմ, Սիրիայում է դա անում, հա, այսինքն ինչ է կանելու, ոնց է կանելու, հա, կամ եթե որոշ մարկանց հույս էին, որ Իրանը իր զորքերը կմցնի Սյունիք վերջին պահին, իսկ եթե Իրանը մտցնի զորքերը Սյունիք, ապա որն է խանգարում ենթադրենք նույն Թուրքիային մտցնել զորքերը Հայաստան, հա, կամ չգիտեմ, այլ երկրին մտնել Հայաստանի տարածք։ Հիմա Հայաստանի տարածքային ամբողջականությունը լավ թե վատ պահպանվում է զուտների համար, որ Հայաստանում Ռուսաստանն է եւ կոպիտ ասած չի թողում, որ այլ երկիր ինչ որ այլ նկարտումներով ունենա։ Իսկ եթե այդ բալանսը խախտվի, դա ինչ է լինելու։ Ի վերջո Հայաստանից ինչ է մնալու է կվազի պետություն, մնալու է այս սահմաններով, դառնալու է վիլայետ, դառնալու է Սիրիա, դառնալու է Ուկրաինա, չգիտեմ, բոլոր տարբերակները, ասեմ, հիմա հնարավոր են, ընդ որում գիտեք, շատերը մտածում են, սա կարող է տասնյակ օրեր տևի, ամիսներ տևի, տարիներ տևի, չէ, հիմա աշխարհում շատ արագ է ամեն ինչ փոխվում, մենք նույնիսկ գազի օրինակով կամ Արցախի օրինակով տեսանք, որ հարցը ընդհանրենք մի շաբաթվա մեջ կարող է այսպես լուծվի, ժամանակը շատ չզբաղեցնում, տեսեք, Իսրայելը Գազային տարիներով պահում էր, կերակրում էր, փորձեր փշի անել, շինարարություններ անում, միլիարդներ էր ուղարկում սուբսիդավորում, բան, 15 րոպեի մեջ ամբողջը փոխվեց, երբ որ մտան այդ երաշտական փառատոնի վրա հարձակվեցին, տենց տասնյակ իսրայելցիներ սպանեցին, բայց Գազա չկա կոպիտ ասած, հա, տասնյակ հազարավոր զոհեր, հազարավոր երեխաներ, աշխարհը չի խառնվում, հա, արցախցիներին էթնիկ զտման ենթարկին աշխարհը կուլ տվեց, ասում են դե լավ, հիմա իրանց տեղ պայի կերակրի բաներ հետ չգան, այսինքն շատ ամեն ինչ շատ արագ է կատարվում եւ ես չեմ ուզում ապոկալիպտիկ բաներ ասեմ, բայց ժամանակակից աշխարհում հատկապես որ միջազգային իրավունք չի աշխատում, յուրաքանչյուր երկիր կարող է իր հարցերը լուծել այնպես, որ ինքը կարողանում է լուծել, հատկապես Հայաստանի նման փոքր երկրների պարագայում շատ բավականին պրոբլեմատիկ խնդիր է։ Խոսելով Տավուշի մարզի տարածքները հանձնելու մասին, Փաշինյանն ասաց, իսկ հնարավոր է այդտեղ անցակետ հայտնվի, ինչ էր ակնարկում։ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Ադրբեջանը անցակետեր է դրել Լաչինում, անցակետեր է դրել այլ տեղերում, հիմա Գորիսկապանին, հիմա հերթը Տավուշն է, սա էր ակնարկում, անոնսում էր ինքը դա։ Դե եթե այնտեղ կա ճանապարհի վրա պարզը որ անցակետ է լինելու, այդ ինչ որ մի հատ ուրիշ Տավուշի պահ շատերը չեն հասկանում։ Գիտեք, նաև մեր ընդդիմությունը, նաև մեր որոշակի լրագրողներ մտնում են Փաշինյանի դիսկուրսի մեջ, որը իրան նաև բան է անում, օգնում է։ Ես չգիտեմ արդեն
բոլոր անկյուններից այդ բարձրաձայնում եմ, այդ թեզի տակ մի մտեք։ Ինքը Տավուշի մարզից գյուղեր չի տալիս։ Այո, ինքը Տավուշի անվտանգության գոտի տարածքներն է տալիս։ Ինքը հանձնում է Տավուշի անվտանգությունը, ինքը ոսկեպարը դարձնում է անկլավ, հա, ինքը ոսկեպարից մինչև նոյեմբերյան բոլոր գյուղերը դարձնում է այսպես ասենք մի ուղղությամբ գյուղեր, որովհետև իրենք կտրվում են ընդհանուր բոլոր աշխարհից։ Որոնք ավտոմատ կդատարկվեն, եթե այդ անվտանգության գոտին կա։ Վանաձորի պաշտպանությունը թույլատնում այնքանը, որ Վանաձորի բաներն են, ոսկեպարսներն են ասում, որ եթե ոսկեպարի շուրջ այդպիսի պաշտպանական գիծ ձևավորվի Ադրբեջանը առաջ գա, ապա մինչև Վանաձոր մնում են, եթե չեմ սխալվում, Լոռու եւ Շամուտ գյուղերը եւ վերջ։ Այսինքն այն պաշտպանական համակարգը, իսկ Տավուշի կորպուսը, հա, ինքը ամենալավն է եղել եւ հուլիսյան պատերազմի ժամանակ էլ դա ապացուցվեց, ամբողջ միակ տեղն է գլոբալ առումով, որտեղ մերոնք ունեն գերիշխող դիրքեր ու լավ դիրքեր։ Եվ դրա համար Ադրբեջանը հենց սկսեց դելիմիտացիա պահանջել հենց Տավուշի մարզից։ Հիմա եթե դու ամբողջ պաշտպանական գիծը բան ես անում, ես մարդկանց գիտեք ոնց եմ բացատրում, դու էլի մնում ես քո տան մեջ, բայց քո դռան առջև գալիս է կանգնում է ադրբեջանցին, էլի դու քո տան մեջ ես, քո ինքնիշխան տարածքից որևէ կտոր չես տալիս բանման, բայց մեկ էլ հոսանքդ կտրվում է, դու տնից ուզում ես դուրս գաս, որպեսզի գնաս սարքես, լարը կպցնես եւ այլ, քեզ չեն թողում։ Ասում են ընկեր, դու քո ինքնիշխան տարածքում մնաս, սա իմ ուղեկալն է, ես քեզ կասեմ ոնց է լինելու։ Ջուրն է կտրվում, նույնն է ոնց որ Արցախում եղավ, գազն է կտրվում, հոսը բանն է, ինտերնետն է կտրվելու, էլի դու քո ինքնիշխան տարածքում ես։ Բայց դու գնալ քո կողքի հարևանի մոտ այլևս չես կարողանա, որովհետև առանքում կանգնած է ադրբեջանցին, ասում անգիր, դու ես որոշել, որ ես տեղ պետք է գամ։ Այսինքն սա է խնդիրը։ Ես չգիտեմ, մի հատ եմ դիմում մեր լրագրողներին չխոսել Տավուշից 4 գյուղ տալ եւ այլն, հա։ Պետք է խոսել այն, որ էլի եմ ասում, որ ամբողջ պաշտպանական գիծը ինքը ջարդվում է եւ վերին ոսկեպար անկլավն էլ որ վերադարձվի, էլի եմ ասում, ոսկեպարը մնալու է ներքին եւ վերին ոսկեպարի արանքում, հա, եւ այնտեղ ապրելը ոչ միայն անվտանգ չի լինելու, այնտեղ անիմաստ է լինելու ապրել, որովհետեւ ոչ գյուղատնտեսություն կարա զարգացնել, ոչ անասնապահություն կարա զարգացնել։ Այսինքն այս տարբերակով ինքն օգնում է Ալիևին։ Ինքն օգնում է Ալիևին գյուղերին տիրանալ առանց պատերազմի։ Օգնում է Ալիևին 18 թվականից, հա։ Ինքը ճիշտ ասեցին, ինքը Բաքվի անշարժ գույքի գործակալ է այստեղ։ Մենք շատերը գիտեք, Դավաճանն են պիտակավորում, ես ինչ եմ պիտակավորում։ Մարդը կոնկրետ երևի թե եթե Ադրբեջանը դեսպանատուն բացի, ինքը երևի առաջի դեսպանը կլինի։ Երբ Հայաստանի պետականության լինել չլինելու հարցն է դրված ու դա էլ հենց ասում է իշխանությունը, լավ, ընդդիմությունը ինչ պետք է անի այս դեպքում։ Մենք տեսնում ենք հիմա ընդդիմադիր տարբեր գործիչներ պարբերաբար գնում են այո Տավուշի մարզ։ Գնալ է մեզ պետք, այլ բան է պետք։ Ինչ պետք է հիմա անեն, որpիսի երբ Հայաստանի պետականությունը կործանվի, իրենք դրա մեղսակիցը չդառնան։ Գիտեք, ես նույնը ասում եմ արցախյան էքսպերտներին, պաշտոնյաներին, զինվորականներին, ժամանակին ասում եմ, դու ցենց շարունակելու ես Արցախը կորցնեք, դու լինես ոչ մի բան, հա, այդ քո ցախ մարտական խաչերը, տանցած ուղին եւ այլն, ոչ մեկին Հայաստանում չի հետաքրքրելու, որովհետեւ դա դու արել ես Արցախում, հա, իսկ Հայաստանը Արցախից հրաժարվում է։ Եվ հիմա մենք տեսնում ենք իրենց կարգավիճակը այստեղ, որ ամեն մեկը ինչ-որ մի անկյուն է մտել, հա, խոսքս գնում է խոշոր զինվորականների եւ այլն, հա, կամ քաղաքական գործիչների, ձեն ծպտուներ չեն հանում, չգիտես ինչի, հա, իրենց մարտական խաչերի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, եթե չեմ սխալվում, որևէ գումար չեն տալիս այդ ամեն ինչի համար, այսինքն Արցախը փակին իրանց հերոսություններն էլ եւ փառապան ծանցանել հետո փակվեց։ Հիմա նույնը ստեղ է լինելու։ Հիմա եթե սա դառնալու է թուրքական ազդեցության գոտի, հա, եւ գեներալները եւ ԱԱԾ-ականները եւ ընդդիմադիրները եւ չգիտեմ ինչ որ ճանապարհ անցածները բաները այդ ամեն ինչը զորանալու է։ Իրենք դրա մասին պետք է հասկանան։ Բայց մեր ընդդիմության եւ պարլամենտական ոչ պարլամենտական խնդիրը գիտեք որն է, սա այլ ոլորտին է վերաբերում, օրինակ միշտ ասում են, որ գեներալները միշտ պատրաստ են անցալ պատերազմներին։ Նոր պատերազմներին գեներալները պատրաստ չեն։ Հիմա մեր ընդդիմությունը կրկնօրինակում է կամ փորձարում է բան անել այն մեթոդները, որոնք եղել են անցյալում եւ այդ մեթոդները հիմա չեն աշխատում, հա, եթե ընդդիմադիրը մտածում է, որ ինքը ունի 50,000 դիտում ինտերնետում եւ ինքը դրանով կարող է ինչ-որ շարժում սկսի,
մտածում եմ, որ 50,000 դիտումից 10,000 մարդ կգա փողոց իր կողքը կկանգնի, ես ցավում եմ իրենց համար, որ 10,000, ոչ թե 1000, ոչ թե 500, թե 100 մարդ գա առաջին անգամ, երկրորդ անգամ չեն գա, արդեն պետք է ասել շնորհակալություն մարդկանց հետ աշխատելու, մարդկանց փողոց հանելու, մարդկանց հետ գործելու այլ մեխանիզմներ կան, հա, որովհետև այլ պարագայում սա չի բանանում։ Եթե մարդիկ խափնվել են, որ Նիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր լայքեր ուներ, դիտումներ ուներ եւ այլն, մի լեգենդ կա, միֆ կա, որ արաբական գարունը եղել է Facebook-ով։ Արաբական գարունը Facebook-ով չի եղել, հա։ Ես ցավում եմ մարդկանց, ովքեր դրան հավատում են։ Արաբական գարունը կազմակերպվել է ուրբաթ օրվա մոլաների, հա, կանչից եւ քարոզներից։ Մոլաները կանչել են, ժողովրդին ասել են ինչ որ պետք է եւ ուղղորդել են դեպի հրապարակներ։ Սա է եղել ուրեմն հիմնական աշխատող բանը։ Բայց ասում եմ, ես իրոք ցավում եմ, որովհետեւ միգուցե չգիտեն կամ իրանց չեն ասում, սխալվում են, չի կարող 100 մարդ փողոց հանելը, հատկապես այսքանից հետո, դա մի քիչ այլ գործոն է, դա խարիզմայի գործոն է, դա ռեսուրսների գործոն է, դա կազմակերպվածության գործոն է, դա տեղական բջիջների հետ աշխատանքն է, դա տարբեր տիպի ցանցերի հետ աշխատանք է, այսինքն մարդուն, որ դու հանում ես փողոց, դրա համար աշխատանքը պետք է չի, որ դու 100,000 դիտում ես ստացել, ասում ես ես վաղը դուրս եկա փողոց, գալու են քեզ չեն մալու, չեն գալու եւ չեն միանալու։ Պարոն Քոչարյան, սպասելիք կա, որ ՔԲ-ն կարող է ներսից ճաքել եւ այո, իշխանապողություն տեղի ունենա, բայց ՔՊ-ի աջակցությամբ հավանական սցենար է սա։ Գիտեք, յուրաքանչյուր իշխանապողություն, որից հետո նիկոլիզմը, հա, ամրապնդվելու է կամ մնալու է, ինքը որևէ դրական բան Հայաստանի համար չի տանելու։ Խնդիրը էլ եմ ասում, խնդիրը այն է, որ նիկոլիզմը, որը Լևոն Տեր-Պետրոսյանիզմի ճյուղն է, հա, եւ այդ ճյուղը ունի շատ հստակ ուրեմն գաղափարախոսություն, այն է, որ ռուսը վատն է, թուրքը լավն է, հա, շատ պրիմիտիվ բան եմ ասում, հա, բայց այդ մարդկանց մեծացրել են հենց այդ գաղափարախոսության վրա։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ չստացվեց թուրքական կուսակցության գործունեությունը վերջնական հաստատել Հայաստանում, հա, եւ դրա դեմն առան 98 թվական եւ 2008 թվականին, Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ թուրքական կուսակցությունը եկավ իշխանության, եթե դուք տեսնեք բացառությամբ մեկ հոգու հակից, հա, բոլոր մնացածները տեղավորվել են շատ տաքուկ պաշտոններում, իրենց երեխաները պատգամավոր են, նախարար են, փոխնախարար են եւ այլն։ Այսինքն Հայաստանում հիմա ղեկավարում է թուրքական կուսակցությունը, որի հիմնական եմ ասում նպատակը ռուսը վատն է, թուրքը լավն է, այդ պրինցիպն է, եւ այդ մարդկանց մեծ մասը սերունդներով աճացվել է նաեւ մի դպրոցում, որը գտնվում է հարավ-արևմտյան թաղամասում, հա, այսինքն այդ բանկարողները իրենք հիմա հիմնականում իշխանության մեջ են եւ սա է ամբողջ խնդիրը եւ եթե հիմա կոպիտ ասած Նիկոլ Փաշինյանին փոխեն, չգիտեմ, Արմեն Գրիգորյանով, Տիգրան Ավինյանով, եթե Նիկոլ Փաշինյանը փոխվի արևմտամետ ընդդիմադրով, էլի որևէ բան Հայաստանի մեջ չի փոխվելու, որովհետեւ նույն Ռուսաստանը եւ նույն Պարսկաստանը եւ նույն Չինաստանը խորապես թքած ունեն, հա, այն բանի վրա, որ Նիկոլ Փաշինյանին փոխվի արևմտամետը, որովհետեւ օրինակ Իրանին ինչ, եթե արևմտամետ ընդդիմադիրն է ՆԱՏՕ-ն բերելու իր սահմանները, տարբերություն չկա կանի այդ գործը։ Եվ ստեղ էլ եմ ասում, ես այս դիսկուրսանոթ բան եմ անում, ես ի վերջո մեր արևմտամետ ընդդիմադիրները պետք է հասկանան, որ Նիկոլը շատ լավ տեղավորվել է որոշակի տեղեր, հա, արևմուտքի, հա, այնտեղ դաշտը զբաղված է, այնտեղ արևմուտքը, տեսեք հիմա մարդու իրավունքների խախտումներ, մարդկանց ամիսներով պահում են բանտում, Facebook-յան ստատուսների համար երկարացնում են, երեկվա հայտարարություն Արմեն Աշոտյանի հետ, Նարեկ Մալյանի դատը, հա, Նարեկ Սամսոնյան վազգեն, ինչ ուզում անում, ուր է արևմուտքը։ Արևմուտքին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանը, ասում եմ, վատ տղա է, բայց իմ տղեն է, հա, եւ սա որ եթե ուղղակի ես ուզում եմ համոզածել եմ, որ մեր արևմտամետ այսպես կոչված ընդդիմադիրները դա հատուկ չեն անում։ Արևմտամետ են թե հակառուս, մենք այս եզրույթների հետ ինչպես վարվենք։ Նրանք արևմտյան արժեքների կրողներ են, թե ոչ։ Նայեք, արևմտյան արժեքներ կրող, առաջինը հասկանանք արևմտյան արժեքները որոնք են։ Օրինակ ինձ համար արևմտյան արժեքները ես որոշակի չափով
հարաբերվել եմ այդ արժեքների հետ, բայց այն արժեքներն են քրիստոնեությունը, իմ կարդացած գրքերը, չգիտեմ, Դյումա, Ժուլ Վերն եւ այլն, սա այն հին Եվրոպան է, հա, այն գեղեցիկ սիրուն Սագրադա ֆամիլիայով, ես իմ Նոտրդամով եւ այլն։ Հիմա արևմուտքի արժեքները, որոնք են, արդեն ես չեմ ուզում արժեքներն են խեղվել, ես չեմ ուզում այդ գծի մեջ մտնեմ, որովհետեւ դրա համար չենք եկել, էլի, բայց դրա համար որ ասում են արևմտյան արժեքներ կրող, չէ, չկա, հիմա ցավոք սրտի արևմտամետը, ցավոք սրտի իրենց համար, դա հակառուսն է, որովհետեւ հիմա արևմուտքը Ռուսաստանից բացարձակ բախման մեջ է։ Հիմա դու կամ ստեղ ես, հա, կամ գլոբալիզմի կողմ ես, կամ հակագլոբալիզմի կողմ ես, եւ դու ինքդ պետք է որոշես։ Սա այս պայքարը ես մեր ընդդիմադիրներին էլի եմ ասել, հա, սա քաղաքացիա իրավական պայքար չի։ Այստեղ, հա, մարդու իրավունքներ, ես հիմնադրամներ, դեսպանատը, սա տեսակի կռիվ է։ Կամ մենք ենք, կամ իրանք են, այլ բան չկա։ Այսինքն ջրբաժանը այնպես է գնացել, որ որոշ մարդիկ կանգնում են ասում մեզ միասնություն է պետք։ Ես չեմ կարող միասնություն անել մարդկանց, ովքեր ադրբեջանական եւ թուրքական ագենտուրա են այստեղ։ Եվ գիտեք ոնց է, մի տարական օրինակի վրա բացատրեմ, որ ասում են հայամետ պետք է լինել, ռուսամետ չներ, արևմտամետ չներ։ Հայամետությունը ո՞րն է։ Հայամետությունը քո հայրենիքի պաշտպանության, քո հայրենիքից դուրս հպարտ քայլելու, հա, լավ իմաստով հպարտ եւ Արցախ ունենալն էր։ Եթե Ռուսաստանը քեզ առաջարկում է տարբերակ, որ Արցախի ստատուսը տանք այլ սերունդներին, ժամանակավորապես այնտեղ մնանք, հայությունը այնտեղ մնա ապրի քիչ թե շատ ապահով, արևմուտքը ասում է չեն գեր, արի տանք Ադրբեջանին ու մշակութային ինքնավարության մասին մտածենք։ Այլ տարբերակ չկա։ Հայամետությունը որ տարբերակը պետք է ընտրի։ Պարզ է, եթե դու հայամետ ես ուզում ես Արցախցին իր հողում ապրի, հայ իր հողում ապրի, պետք է գնաս ռուսական տարբերակը ընտրես։ Եթե ԱՄՆ-ն, հիմա եմ ասում, վաղը որոշի ճանաչել Արցախի անկախությունը, զորք ուղարկի Արցախ, հայերին վերադարձնի Արցախ, ապահովի իրենց անվտանգությունը, Արցախը ճանաչի որպես պետություն, ես 1 ժամ անց գնալ եմ ամերիկյան դեսպանատան մոտ, ամերիկյան դրոշով տապարել եմ, ասում եմ շնորհակալություն ԱՄՆ-ը, որտեղ ինձ համար Արցախը ու Հայաստանը ամենակարևոր արժեքներն են։ Այս իրավիճակում ինչ պետք է անեն մեր ուժայինները։ Ես չգիտեմ, ես այսպեսի հիասթափություն հատկապես մեր ուժայիններից երբեք չեմ ունեցել։ Ուրեմն ինչ պետք է անեն մեր ուժայինները, տեսեք, Նիկոլ Փաշինյանը այդքան առիթ է տվել, հա, իրեն կալանավորելու, հա, դա ռազմական հեղաշրջում չէ, սա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքների իր յուրաքանչյուր ելույթը պարունակում է տարեր, որտեղ օրինակ ռազմական գաղտնիք է բացահայտում, պետական գաղտնիք է բացահայտում, սադրիչ հայտարարությունները անում, որը Հայաստանի անվտանգությունն կարող է վաղուց արդեն շատ հանգիստ կարող է այդ համակարգը աշխատել։ Ուղղակի համակարգը մաքրել են լավ, բոլոր այդպիսի էլեմենտներով, ընդ որում process-ը գնացել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ, այլ մի քիչ ավելի շուտ, հա, որովհետև առաջի հարվածը Լևոն Տեր-Պետրոսյանը հասցրեց ԱԱԾ-ին, հա, որ բավականին ուժեղ կադրերի հանեցին, բերեցին անհասկանալի կերպարներ եւ այն որ ինչ մեր հասարակության համար ընդունված բան է ԽՑԲ, խնամի ծանոթ բարեկամ ցավոքսերն ներթափանցեց եւ նաեւ ուժային համակարգեր, ուժային դատական եւ այլն, սա այն բանը, որ մենք առաջ վնենք ու հիմա սա ցույց է տալիս, որ ուժայինների մոտ ավելի շատ ներկա են ոչ թե հայրենասեր մարդիկ, հա, որովհետև ուժային համակարգը միշտ եղել են մարդիկ, իմ պատկերացրեմ, եթե դու այդ ուսադիրը կրում ես, ուսադիրը քո պետականության մասնիկն է։ Բայց եթե դու դրա մասին չես մտածում եւ դու քո հայրենիքը հանձնած մարդու մտնելուց կանգնում ես եւ պատիվ ես տալիս, հա, բարիս բունի իմաստով, հա, ինձ համար այդ ուժայինը վերջանում է։ Ես ելի եմ ասում, ես չեմ պատկերացնում, օրինակ Ասրան Էդիկը, Էդուարդը ինքը ոնց է քնում, երազում իր հադրութի տունն է տեսնում, պապական, ինչ մարտական ընկերներին է տեսնում, ինչ են կորցված իրաց երեխեքին, բան, ինչ է մտածում այս մարդը, որ հետո Փաշինյանի արժեք չես տա տալիս, էլի, այսինքն ինձ համար դա աբսուրդ է։ Եթե դա անում է պապիկան, ինձ համար դա հասկանալի է, հա, որովհետև կամ Մխիթար Հայրապետյանը, որովհետև 0-ից բան են դարձել, հա, պարտականն է, չես դել կտա, մնացածներ կանի։ Բայց դուք, խոսքը Ասրանին ասի, որովհետև Արմեն Աբազյանը։ Արմեն Աբազյանը այլին քաղաքացիական չի։
իր հետագիծը այլ ենթադրենք ուժային կառույցներից է, հա, ԱԱԾ-ականներին մաքրել են հիմնականում, ասել է, որ դա ինչ-որ ռուսական ագենտուրա է եւ այլն, էլի, բայց այդ մարդիկ եղել են պետականություն կրող, այդ մարդիկ այդքանով են եղել ռուսական ագենտուրա, այսպես ասենք, որ իրենք հասկացել են, որ Հայաստանը ոչ մի պարագայում իրենից շատ մեծ չափսերով երկրների հետ իրավունք չունի գնա թշնամանքի, իրավունք չունի գնա սադրանքների։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, դա բազմիցս ասել եմ։ Մենք չենք կարողանում մեզ թույլ տանք գժտվենք Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Թուրքիայի հետ, Ֆրանսիայի հետ, Ամերիկայի հետ, հա, այսինքն մեր նպատակը ուրիշ էր, մենք պետք է ստեղծենք այնպիսի բան եւ ժամանակին ունենք, որ աշխարհի մեծերը ասեն լավ, պետք է որ Հայաստան լինի, լավ, պետք է որ Արցախ լինի, տարբեր շարժառիթներով։ Մեկը էլ եմ ասում հակաթուրքականության, մեկը Արցախի պահով, մեկը զուտ, որովհետեւ հայերը մեզ ներդրում են ունեցել իրենց երկրներում, այսինքն սա է թեման խաղացումը։ Դու բոլոր քո հաղթաթղթերը որ դեն ես նետում, ասում ես ես բաստիոն եմ եւ վերջ, հա, քո վերջը իրոք գալիս է։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս Տիգրան Քոչարյանն էր, այսօր այսքանը, ցտեսություն։